Բարև ձեզ, բարեկամներ։ Փակ TV-ն սկսում է աշխատանքային նոր շաբաթը։ Նոր շաբաթ, նոր սպասելիքներ, նոր բացահայտումներ, նոր անակնկալներ։ Մի խոսքով փաստերի անակնկալների եւ կարծիքների հերոստալիկը Փակ TV-ն նորից բոլորի հրավիրում է հետևելու իր հերթական ծրագրին։ Իսկ այսօր մեր ծրագրում, սիրելի բարեկամներ, իսկապես մեր բացառիկ հյուրերից մեկն է Newspress-ի հիմնադիր Արիաննա Հովսեփյանը, բարև ձեզ։ Հազար բարի ձեզ։ Արիաննա, դե ընտրություններ, այս պատմական ընտրությունները ավարտվեցին եւ այսօր արդեն Սահմանադրական դատարանը շարունակում է քննարկել ընդդիմադիր 7 կուսակցությունների կողմից իրեն ներկայացված բողոքները եւ ինչպես ասում են, բոլոր անհամբեր սպասում են արդյունքների։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Նախ սկսենք նրանից, պարոն Ղուշյան, որ սա պատմական ընտրություններ չէին, այլևս սա հերթական շոուներ, հերթական խաբեություններ, որ խաբեցին մի ամբողջ ազգի։ Ես այս անգամ մեր ժողովրդին ես չեմ մեղադրում։ Հիմա կասեմ, ինչու։ Հերթով մենք կգնանք։ Իսկ այն որ ԿՀ-ից հետո տարել դիմել են Սահմանադրական դատարան, որպեսզի քննեն, ուսումնասիրեն իբրև թե մեկը մյուսին գցել է, մեկը մեկի ձայնա գողացել, ես վստահ եմ, դա իմ կարծիքն է, որ sense պապկաները բոլորի Սահմանադրական դատարանում, Նիկոլի Սահմանադրական դատարանում, ծալած դրած է այնտեղ դուրս կգան հեսա մի քանի օրից, կասեն ամեն բան նորմալ է, պետական դավաճանը կրել է եւ անցանք առաջ։ Հասկանում եք, այս շոուն ԿՀ Սահմանադրական դատարան տանել, այսքան մարդկանց ընդդիմությունը փուրը տալ, բանտերը լցնել ու ոչ ոք դրա մասին չի խոսում, ընկած ձայն են մուրում։ Ինչ ասես, դա իմ համար շոու, դա իմ համար մի զզվելի երևույթ էր, որ իրենց այս պատմական ասելով, հա, պատմական ընտրություններ, արդեն 3 անգամ այս պատմական փուլը ընտրությունները չի ավարտվում։ Ժողովրդին խաբեցին, այս չնդիմությունը Նիկոլի Գրպանի շները, Նիկոլի հետ հավասար խաբեցին, հիմա նստենք սպասենք, թե ինչ պետքա լինի։ Դե ես պիտի ասեմ, որ ընտրություններից բառացիորեն մի քանի օր առաջ դուք շատ անսպասելի ելույթներ ունեցաք կապված ձեր շատերի կարծիքով մտերիմ ընկերներից ու բարեկամներից մեկի Արտակ Սարգսյանի հետ կապված այդ բացահայտումների մասին է խոսքը, որը դուք արեցիք, ինչ որ նոր զարգացումներ կան։ Նոր զարգացումներ, դա փակագծերը չբացեմ, ինչի ես գնացի այդ քայլին, մարդ ում ես չեմ ճանաչել։ Իրենք էին դիմել ինձ չերեզներով, որպեսզի ես լուսաբանեմ։ Արտակ Սարգսյանը ուզում էր ճանաչելիություն, քանի որ իրեն ոչ ոք չէին ճանաչում։ Ես այդ ճանաչելիությունը տվեցի, նաև դուք եւ շատ լրատվամիջոցներ։ Անկեղծ եմ ասում, ես իրականում այն գիտեք ոնց որ ոչ Նիկոլեր, ոչ նախկիներ, հա, այլ նոր կերպար էր, ում ես հավատացի եւ իր այդ հանգիստ խոսելը պահվածքը մեզ էլ ձեզ էլ եւ շատ ու շատերին այդ հավատներ շնչեց ինքը, որ իրականում ինքը գեներալ, լեյտենանտ է, կիբակի փեսան է եւ սկսեցի բզբզալ, ես ամիսներ առաջ էի, պարոն Ղուշյան, նկատել, բայց հոգուս խորքում միտեղ ասում էի, բան էլ ես, միգուցե ես եմ սխալվում, եւ հետո զգացի, որ գիծը տանում է Նիկոլ, սա Նիկոլի համար մեռնում է, դուք հասկանում եք, ես հենց իմ ատամները կրճացրած, ես իր այդ լայվեր եմ արել, նախ խափեբա գցող է, ինքը, ասեմ, որ հասարակությունը բոլորն իմանան, դեռ ինքը պարտավորվածություններ ունի իմ նկատմամբ, որևիցե մեկը, պարոն Ղուշյան, չի ծնվել, որ ինձ գցի իմ աշխատանքի համար, ասեմ իմանաք, մեծ անակնկալներ ա լինելու, թող հանգիստ վերընկնի տեղը
ու շատ մարդկանց են իրան գցել։ Ստեղծել է իրան լեգենդ, այդ լեգենդը ցավոք սրտի եւ ես էի հավատում, եւ դուք էիք հավատում, եւ շատ ու շատ մարդիկ։ Բայց ես այն տեսակ ուսումնասիրություն կատարեցի, որ այդ ամենը օթա, փուչիկա, ինքը ամեն ինչ անում էր, որ Նիկոլիկը իրանց նկատի, բայց Նիկոլը շանտեղ իրանց չդրեց։ Եվ վերջի այդ ելույթը դուք տեսաք, կարծես մի հատ գործ տվող գնացել էր Նիկոլի առաջ, հմեկի այդ նախընտրականի այդ վերջի փուլը, որ կայացավ, գնացել էր ընդեղ, Ծառուկյան Գագոին, մնացածին, որ բռնել տար։ Արա տղեն գործ տվող չի լինում։ Եվ ես սպասում եմ, որ մի օր էլ կարող է գնա իմ վրա գրի, որ իր պարտավորվածությունները չանի, բայց դա իրան չի օգնելու։ Ինքը ուզում էր ճանաչելիություն, ես այդ ճանաչելիությունը եւ իմ գործընկերները բոլորս տվել ենք։ Եվ ասում եմ, Սև Արտակ Սարգսյան կբերեմ իրա գլխին, քցող չի ծնվել, չի կարա իմ աշխատանքի համար ինքը ինձ գցի, փաստեր էլ կան, ապացույցներ էլ կան, ամեն ինչ կան։ Մի խոսքով արխիվում ես հետարքիր զարգացումներ ես։ Այո, եթե պարտավորվածությունը ինքը չկատարի, ինքը ուզում էր ճանաչելիություն, ես այդ ճանաչելիությունը տվել եմ, ոչ հորս կողմից էր բարեկամ, ոչ էլ մորս կողմից էր բարեկամ։ Հասկանալի։ Մի խոսքով հա փակենք էլի, ինքը իմ համար շատ տհաճ կերպար է, խաբեբա գցողներ են։ Արիանա, իհարկե միշտ էլ տհաճ երևույթներին մասին խոսելը տհաճ է իսկապես, բայց տեսեք, ես ուզում եմ անդրադառնալ Ադրբեջանի վերջին հայտարարություններին էլ, ամենուր այդ երկրի անգամ պետական ներկայացուցիչների մակարդակով, հասարակական կազմակերպությունների մակարդակով նշվում, շեշտվում է, որ ժամանակն է, որ իրենք վերադառնան իրենց պատմական հայրենիք Արևմտյան Ադրբեջան, այսինքն Հայաստանը պարզվում է, որ Արևմտյան Ադրբեջանի մի մասն է, եւ այս առումով ինչ անհեթեթություններ ասես, որ չեն հնչում Ադրբեջանի կողմից եւ ցավը գիտեք որն է, որ մեր իշխանությունները ոչ մի լուրջ պատասխան չեն տալիս սրան։ Ընդհակառակը մեղադրում են մեր ընդդիմությանը եւ մեզ, որ մենք ենք մեղավոր, որ Ադրբեջանը նման քաղաքականություն է դավարում։ Եկեք այստեղ ես մի ուղում անեմ, պարոն Ղուշյան, իշխանությունները արդյոք հայ են, որ հակադարձ պատասխան տան իրենց սրտի Ալիևին։ Այն սրտիկները իրենցից է սովորել։ Իսկ ընդդիմության մասին ես մի քանի օր առաջ էի հարցազրույցի եւ նաեւ իմ Facebook-յան լայվերի ժամանակ էլ ես ասել եմ պարոն Ղուշյան, ես այլևս այս դավաճան իշխանությանը ոչինչ չունեմ ասելու, 8 տարի ասել եմ, իսկ ընդդիմությունը ինչ է անում, մեկը Նարեկ Կարապետյան, Տաշիր Սամո, հա, ամբողջ քարոզարշավի ժամանակ, եթե դուք նկատած լինեիք, Նիկոլը ռեկլամ էր անում Տաշիր Սամոյից, իրանց էշություններով, այն մի էշություն գցում էր դաշտ, չէ, ու սկսում էին իրար ռամբակոծելը, հակադարձ պատասխանները, դուք քարոզարշավ որևիցե մի անգամ նորմալ դուք տեսաք, այն լիրբ կնկանման հլում կանգնում էր, բան խափում են, որ ադրբեջանցիներ են գալի 300,000, սրանք էլ նստած էկրանների առաջ, այս ուժեղները, հա, ուժեղ բառնել փչացրեցին, սրանք էլ Նիկոլը բերում է այդ 300,000 ադրբեջանցիներին, Ալիևը, հիշում եք ինչ ասել, որ ինձ պետք չի էլ պատերազմ, ես քայլելով եմ գալու, բայց քանի որ մենք ունենք Նիկոլի գրպանի շնիկներ, չընդդիմություն, հավատացեք, քայլելով կգան ադրբեջանցիները այստեղ կապրեն, բայց ես անցած անգամ էլ եմ ասել, թող իրանց նորածին բալիկներին էլ բերեն, թող բերեն, իմ եւ իմ նման զտարյուն հայեր կան, ովքեր ոնց թե մեկը իմ կողքը ապրի ադրբեջանցի, ես անկեղծ եմ ասում, կին լինելով կմորթեմ,
Ուզում եմ Նիկոլը լսի Գայինստանի ձերբակալի, ոնց կարա իմ հայրենիքը խլած, երրաբլուրը այդքան երեխեքի գլուխ կերած թուրքը, գա իմ կողքը ապրի, կթաղեմ Ալիևին էլ, տո Էրդողանին էլ եւ մնացած ադրբեջանցիներին էլ։ Ադրբեջանցին ում դռան շունն է, որ գա իմ հողի վրա ապրի։ Սա մեր հայ լինելու, Հայաստանը լինելու խնդիրն է, բայց ցավոք սրտի մենք չունենք ընդդիմություն։ Պետք է լինի, պարոն Ղուշյան, ընդդիմափոխություն։ Քանի այս չարիքը կա, հավատացեք, քանի այս ընդդիմությունը կա, մենք Նիկոլից չենք ազատվելու։ Սրանք իրանց ձայն գողացող են սրանք, ձայն մուրացող, սրանք աթոռամեռներ են, բայց չեն հասկանում, որ պետքա հող լինի, որ այդ աթոռը դնեն այդ անտեր հողի վրա, որ նստեն։ Ինչ են անում, պրծավ, ճղում էին, ժողովուրդ, բանը, Նիկոլը 300,000 ադրբեջանցիների է բերում, պրծավ էլ ինչի չեն խոսում, գալիս է, եւ ի վերջո, ոչ Տաշիր Սամոյի երեխեքն են ստեղ ապրելու, ոչ էլ են բուլկի-մուլկիներն են անչամիջ այստեղ ապրելու։ Խոսեցին անցանք մի կողմ, խաբեցին, ասեցին նոր կուսակցություն, նոր դեմքեր, ինչքան նախկի օգտագործված սրա նրա տակով անցած աթոռամեռներ կան, տարավ լցրեց ընդեղ, որ ժողովրդին նորից հիասթափեցնեն։ Հիմա էլ մտել են ՍԴ։ Այդ ձայները պայքարելու համար գիտեին, որ Նիկոլը պետքա կեղծի ամեն բան։ Իրենց ձայն տվողներին, իրեն կոչով, ամբողջ գիշեր, մի օր, երկու օր, ես էլ այդ ժամանակ, ինչքան ուզում եմ, ես անձնական թշնամանք ունենամ իրենց նկատմամբ, որովհետև Տաշիր Սամոն, ես միշտ ասել եմ ու ասելու եմ, հանուն Նիկոլի իմ բիզնեսի վրա խաչ քաշեց։ Հանուն Նիկոլի, այո, Տաշիր Սամոն, որ հեծը յանի չէին խլել իր ձեռքից, բայց ես Հայաստանում ունեի մի հրաշք, շատ շքեղ ծաղկե խանութ էի բացել։ Հանուն Նիկոլի 24 ժամվա 14-15 ժամը իմ վրա անջատում էին։ Ես լիքը եթերներ եմ արել, թե ոնց եմ ամբողջ ծաղիկները հանում թափում դուրս։ Ում հավատամ սրանց։ Անկախ այդ ամեն ինչից, երբ որ կոչ անեին, որ ժողովուրդ, մենք պետքա դրսում սպասենք, որ մեր ձայները գիտենք կեղծելու, մեր ձայներին պետքա տեր լինենք, հավատացեք, ես էլ կողքները կանգնած կլինեի, բայց 1 տարի առաջ էր, որ ես գոռում էի, որ ասում էի խափում են, եկել են Նիկոլի աթոռը ամրապնդելու համար։ Հասկանալի է, տեսեք, այս ամենի վերաբերյալ խոսենք միջազգային ուղղվածության մասին, միջազգային հանրությունը ինչ արձագանք տվեց այս ընտրություններին, այս իշխանություններին։ Հիանալի։ Միջազգային հայտնի դեմքերին բերեց լցրեց Նիկոլը Հայաստան, տարավ կերծրեց, խմցրեց, եւ այս ամենի հեղինակով է Եվրոպա, Անգլիա։ Բերեցին Նիկոլին նորից նստացրեցին աթոռին, բայց ես կարծում եմ Եվրոպան էլ Նիկոլի ականջից կբռնի եւ կտանի։ Ինչի են դեռ պահում Նիկոլին, որովհետեւ Նիկոլը դեռ անելիքներ ունի։ Արդեն պարզ դուք լսեցիք 2 օր առաջ, որ Թուրքիայում թե Ադրբեջանում արդեն իրենց հայտնի գործիչները անվանում են, որ ռեալ Զանգեզուրի միջանցքը ինչ են, թրիփի ճանապարհել չէին ասում, այլ թուրքական վիլայետ դա էին ասում։ Երբ որ այդ ամենը Նիկոլը կիրականացնի, այն ժամանակ Եվրոպան բոլորի ականջից կբռնի եւ կտանի։ Բայց հարց, արդյոք իրան գերեզման կունենան։ Ես կարծում եմ, որ անգերեզման են մնալու պետական դավաճանները։ Արամ, այնուամենայնիվ ռազմավարական երկարակյաց ինչպիսի ծրագիր է պետք, որ այս իրավիճակից դուրս գանք։ Գիտեք ինչ ծրագիր է պետք։ Ես այն օրն էլ եմ ասել, պարոն Ղուշյան, հանրության հետ պետք է լինել մաքսիմում անկեղծ։ Ցավոք սրտի էլի անդրադառնամ մեր այս տականք զզվելի ընդդիմությանը, որ այս մի քանի կերպարները Քոչարյան, ի հայտ է եկել Տաշիր Սամո,
Եվ մնացածը, ասեմ ձեզ, քանի Քոչարյանը կա, Քոչարյանը չի գնացել, այս վիճակն է լինելու։ Քոչարյանը արդեն 72 տարեկան մարդ է, բայց կարճած է աթոռից։ Արցախ հանձնեցին, ինքը արցախցի լինելով, ինչ արեց։ Կոստյումները հագնում են, նստում էկրանի առաջ, էնի նրանա քրվում, էնի նրանա քրվում։ Հետո էլ խոսում են իմ լեքսիկոնից, պարոն Ղուշյան, Արիանան սենց, Արիանան նենց։ Ասում եմ, պետք է լինել ժողովրդի հետ մաքսիմալ անկեղծ։ Մեզ նոր կերպար է պետք, նոր կերպար, դա ուզում է լինի կին։ Եվ ես ասեմ, որ ես մտադրություն ունեմ, թեկուզ ես ծնկի կգամ, կխնդրեմ ամբողջ հայությանը, Սփյուռքին, որ մի մարդու նման հեռացնենք եւ ընդդիմությանը եւ այս տականք իշխանությանը։ Գիտեք, մենք այնքան խելացի մարդիկ ունենք, ովքեր այստեղ չեն թողել կայանան, թողել գնացել են արդ երկրներ, այնտեղ են կայացել։ Ես ուզում եմ մի բան հասկանամ, սրանց պորտը կտրել են, որ միշտ ազգով, տակով, 7 պորտ ենկով պետք է լինեն իշխանություն, մեզ նոր կերպարապետ, ոնց որ ես, նաև դուք հավատացինք եւ պահիտակ հավատացինք Փարքաստո, որ ես այդ ամենը կարողացա շտկել եւ հանրությանը ներկայացնել, որ այդ սխալ քայլը չանեն, այն քենիացուն, հա, ընտրելը, մենք դե նոր կերպար էինք, չէ՞, տեսել, որ նոր կերպար կարող է ինչ-որ մի բան լինի։ Մեզ պետք է, այո, նոր կերպար, նոր կայացած մարդ, որ իրականում ամբողջ ժողովուրդը կանգնի իր կողքը, ռադանենք եւ այս ընդդիմությանը եւ իշխանությանը։ Միակ փրկելու ճանապարհը դա է։ Դե մենք էս այդ փաստորեն չնայած հասուն մարդիկ ենք, բայց դեռ հեքիաթներին հավատում ենք։ Դե այդ ինչ անենք, թողենք մեր երկիրը վարի գնա, պարոն Ղուշյան։ Ես որպես կին պատրաստ եմ, իհարկե ոչ թե իշխանություն, դա իմ խելքի բանը չի, այլ շարժում սկսել, ժողովրդին կոչով, խնդրելով դուրս գալ, էլի եմ ասում, պայքարենք այս ընդդիմության եւ իշխանության դեմ։ Հավատացեք, այդ ընթացքում, երբ որ սրանց այս ճանապարհներից մաքրենք, Աստված մեծ է, մենք քրիստոնյա ազգ ենք։ Հաստատ մի լավ մարդ առաջ կգա։ Տեսնենք։ Մեր իշխանությունները խաղաղության գործընթացը անընդհատ շեշտում են, խոսում են այդ մասին, Ադրբեջանն էլ իր արևմտյան Ադրբեջան այդ խոսույթը սարքել է այդ խաղաղության գործընթացի մի մաս։ Այստեղ ինչ զարգացումների եք սպասում, քանի որ մեր իշխանությունները, նորից եմ կրկնում, անարձագանք են թողնում Բաքվի բոլոր նմանատիպ ելույթները։ Ցավը տանեմ Նիկոլնովա, որ դուխ ունենա, այն իր ասած դուխով։ Նիկոլը եթե տղա լինի, դուխ ունենա, նա պուպսիկի մեկն է, ոնց կարա նա Ալիևին պատասխան տա, եւ ի վերջո, ինչ խաղաղության մասին է խոսքը, ես որպես հայ, ոնց կարամ խաղաղության այդ թեմայի հետ համակերպվեմ Թուրքի հետ, ես իմ կյանքում Թուրքիա չեմ եղել, դա իմ պրինցիպն է, ես ոտք չեմ դնի այդ հողի վրա, որովհետեւ այդ ցեղը սպանելա իմ հայ զինվորներին, այդ ցեղը սպանելա հղի կանանց, ինչ խաղաղության մասին է գնում խոսքը։ Սա մի միֆ է, տեսեք, այստեղից սրանք, այս Նիկոլիկները ու իր այդ կապիկները էլի ամեն օր խոսում են խաղաղությունից, Ադրբեջանը գալիս ենք, բարով գայք, եկեք կասենք ձեզ փիղ ինչ թրջուն է, եկեք դիակները որ կտանեն, էլի եմ ասում, իմ նման հազարավոր մարդիկ կան, սպասում են, եռաբլուրի ծնողներն էլ են սպասում, որ թուրքերը գան մեր կողքը ապրեն, պարզապես դեռ հասարակության մեջ կան շատ դեգրադացված մարդիկ, ովքեր այդ խաղաղության միֆը կերել են, ես սարսռում եմ, երբ որ ասում են, հա ինչ անենք ժամանակին ոնց ենք ապրել Թուրքի հետ, դե վեշերներդ հավաքեք, գնացեք Ադրբեջան, ձեր Թուրքի հետ ապրեք, Թուրքը չի կարա մտնի մեր հետ Հայաստանում ապրի, սև թուրք կբերեմ կին լինելով իրենց գլխին, մնաց խաղաղություն, ինչ խաղաղության մասին է խոսքը,
Այո, մենք պետքա լինենք զգուշ, մենք պետքա վախենանք, որ քանի դեռ սրանք եւ ընդդիմությունը կա, այո, քայլելով կգան։ Ու այն տեսակ դեգրադացված հասարակության մեջ մարդիկ կան, որ Ալիևը գա կանգնի հրապարակ, կգնան հետը սելֆի կանեն։ Ես sense բան չեմ տեսել։ Նաև պետքա այդ մարդկանց բացատրել։ Դուք այսքան ժամանակ դուք տեսել եք, ես ինքս չեմ նկատել, որ Հայաստանում գործի հայրենասիրության դասեր։ Չկա նման բան, հա, դպրոցները հանած, որ հիմա լրիվ դրեցին, հանեցին պատմության դասագրքեր այս կոմ, չկա։ Մի հատ տեսեք սոցիալական ցանցերում ինչ է կատարվում։ Պրոստը այս ժողովուրդը Նիկոլի կուտե կերա, որ իրենք 3 միլիոն ամեն մեկը վարչապետ է։ Մի հատ տեսեք ինչ է կատարվում։ Պարոն Խուշյան, sense բան չի կարա լինի։ Մենք քրիստոնյա ազգ ենք, մենք հայ ենք, մենք միշտ վեհ քայլել ենք։ Բայց հիմա էս ինչ է կատարվում։ Անտարբերություն Թուրքի համար դոշ են տալիս։ Ես այս բան չեմ տեսել։ Միթե հայի մեջ շատ ու շատ ոչ բոլորի առաջ է եկել թուրքի գենը։ Ոնց կարաս թուրքի հետ ապրես։ Ասում կմորթեմ։ Ես չեմ կարա համակերպվեմ։ Ես նկատել եմ, որ ամեն անգամ, երբ դու լսում ես այդ անունը թուրքը, դու անմիջապես բորբոքվում ես։ Լավ, ոնց կարելի է պատկերացնել մի երկրի ապագա, որտեղ փորձում են անտեսել Արարատը, մեր պատմական անցյալը։ Տեսեք, մենք չենք անտեսում։ Նիկոլ, սա մեր Արարատն է։ Կա մի Արարատ, որ պետքա անտեսել։ Դա Արարատ Միրզոյանն է։ Նիկոլը կարա ինձ ասի Արարատը մի նկարի կամ Արարատը անտեսված է, որ ես են Grand Candy բաները չեմ, տերերը չեմ, որ սիգարետի վրայից Արարատը հանել են, էս են արել, ես դրա մասին խոսել եմ։ Ես Արիանան եմ, Արարատը մերն է, թող թուրքերն էլ լսեն։ Եվ չգիտեմ իմ հոգու խորքում գալու է մի օր, որ իրականում Ադրբեջանը վերանալու է։ Ես Աստծուց մի բան եմ խնդրում, որ Ալիևը սատկի, Ադրբեջանը վերանա, ես նստեմ իմ մեքենան վարելով, գնամ թքեմ իրանց գերեզմանի վրա գամ։ Ես այդ օրվան երազում եմ։ Ինչ խաղաղություն, ինչ բան։ Դուք պատկերացնում եք այսքանից հետո Նիկոլս, Ածային, Տոզդոևնայիս, ասի գնացեք Արիանային բռնեք։ Չեմ վախենում։ Ես հայ եմ։ Իմ մեջ մաքուր հայի արյունն է հոսում։ Պայքարել եմ, պայքարելու եմ եւ միշտ մնալու եմ ընդդիմադիր։ Արյանը, այնուամենայնիվ ես հասկացա, որ լավատեսությունը քո մոտ կա եւ դու հավատում ես մեր երկրի վաղվաղորման։ Հա, պարոն Ղուշյան, մենք պետքա մեր զենքերը վայր չդնենք, այո, ես անգամ ձեր եթերից եմ ասում, եթե հայրենիքը սիրող կանայք կան, քանի որ Հայաստանում կանայք ավելի ուժեղ են, քան տղամարդիկ։ Ես եթե ինչ եմ ուզում ասել, սիրելի կանայք, քանի որ մենք բոլորս ուժեղ կին լինելով, այն զոմբիների մասին չի, այն դեգրադացված հասարակության մասին չի։ Հավատացեք, եթե մենք համախմբվենք միասին, մենք կարող ենք ուժեղ կանանցով փոխել ամեն բան։ Ինչի պետք է նստենք սպասենք, որ մի հատ ինչ-որ օթից տղամարդ պիտի գա փրկի, կինը չի կարող փրկել։ Այնքան խելացի կանայք ունենք։ Ես սպասում եմ դրան, ես դա անելու եմ, ամեն բան իր ժամանակին անելու եմ։ Ով սիրում է իր հայրենիքը, սա մեր հողն է, սա մեր տունն է։ Տեսեք, սա մեր Արարատ լեռն է, ձեր մեջքի հետևում մեր հրապարակն է, ոնց կարելի է չսիրել, պարոն Ղուշյան, դուք ինքներդ գիտեք, որ 1000 տարի Մոսկվայում եմ ապրում, բայց ես իմ տան դռները փակել եմ, եկել եմ այստեղ, այս իմ հայրենի հողի համար կռիվ եմ տալիս։
կռիվ եմ տալիս, բայց ընդդիմությունը աթոռի համար է կռիվ տալիս։ Մենք պայքարելու ենք։ Այո, մենք ուժեղ կանանցով հավաքվելու ենք ու բոլորի ականջից բռնենք ու նետենք զիբիլի վեդրոները։ Արիանա, դու անուղելի լավատես ես։ Այո, հա, երբեք չի կարելի հուսահատվել, երբեք, ժողովուրդ ջան, երբեք չպիտի հուսահատվենք։ Ճիշտ է, հիմա բոլորի մեջ են պայքարը մերցնում են, բայց ոչ, ես թույլ չեմ տա։ Իսկական հայը ոտքի է կանգնելու։ Իրոք, ես դրան սպասում եմ։ Դա այդ բումը լինելու է։ Գիտես Արիանա, անկեղծ ասած, ամեն անգամ երբ լսում եմ քեզ եւ մեր մյուս, այսպես ասած, համարձակ կանանց, որոնցից մեկն էլ մեր շատ սիրելի վերլուծաբան, հրապարակախոս հայ մայրերի միության նախագահ, հայ մայրերի 21-րդ դար միության հիմնադիր նախագահ Գայանե Գասպարյանին, միշտ ուզում եմ հավատալ, որ այնուամենայնիվ գեղեցիկ իբր թույլ սերի օգնությամբ մենք կարող ենք ինչ-որ բան շտկել։ Իդեպ ասեմ, Տիկին Գասպարյանը 1-2 օրից մեր տաղավարում է լինելու, ես նրան կփոխանցեմ նաև ձեր այսօրվա արտահայտած մտքերը եւ կարծում եմ դուք շատ ընդհանուր բան ունեք։ Նաև փոխանցեք Տիկին Գայանեին իմ ջերմ ողջույնները։ Այո, իրականում մեր նման ուժեղ կանայք, որովհետև ես ինքս համարում եմ ուժեղ կին, մեր նման ուժեղ կանայք պետքա համախմբվել։ Մենք այնպես չի, որ ոնց էր փող են բաժանում, ես ապշում եմ, ոնց կարելի է հայրենիքը փրկության համար փող տալ մարդուն, փրկենք հայրենիքը։ Դրա համար մենք փող չունենք, ես հարուստ չեմ, հարուստի աղջիկ չեմ, ոչ էլ հարուստ սիրեկաններ ունեմ։ Вот, մենք իսկապես ուժեղ կանանցով պետքա համախմբվենք եւ ազատվենք չարիք ընդդիմությունից եւ այս թուրք իշխանությունից։ Այդքանը։ Շնորհակալություն, որ եկաք։ Ձեզ էլ եմ շնորհակալ, պարոն Ղուշյան։ Ես միշտ հաջողով եմ ձեզ հյուրընկալում մեր տաղավարում, որտեղ գիտեմ, որ դուք արդարության, ճշմարտության ջատագովն եք։ Դրա համար էլ ինձ չի սիրում ընդդիմությունը։ Տարակումը, պատռումը։ Դե շատ դժվար է ձեզ սիրելը կամ չսիրելը, բայց դուք ունեք երկու հստակ բանակներ՝ սիրողների եւ չսիրողների։ Չկա այդպիսին էլի միջինը, որ իրենց համար մեկ է, դուք կա կամ չկաք։ Այո։ Մեկ անգամ եւս շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր հյուրընկալել էինք անզուգական Արիանա Հովսեփյանին, ում հետ հավատացեք ամեն հանդիպում մի նոր բացահայտման առիթ է տալիս, իսկ փաստերի անակնկալների եւ բացահայտումների հերոստալիքը միշտ պատրաստ է նման մարդկանց հյուրընկալել։ Նրանց առաջիկայում սպասեք մեր տաղավարում։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։